Կապան ֆեստն արդեն անցել է ճանապարհի կեսը, բայց այն զգացողությունները, որոնք այս օրերին ապրել են կապանցիներն ու քաղաքի հյուրերը, դեռ երկար կմնան նրանց հետ։ Աշխարհահռչակ երաժիշտներ, բարձրարվեստ կատարումներ, մարդկության երաժշտական ժառանգության լավագույն էջերը եւ ամեն երեկո լեփ-լեցուն համերգասրահ։ Այս ամենը վկայում է, որ Կապանը կրկին դարձել է երաժշտական մեծ կենտրոն։ Այս օրերին Կապան ֆեստի բեմում ելույթ են ունենում համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ, որոնցից յուրաքանչյուրի ներկայությունն ինքնին բացառիկ նվեր է փառատոնի հանդիսատեսի համար։ Իմ զրուցակիցն այսօր աշխարհահռչակ ջութակահար Հայկ Կազազյանն է։ Թեև հանուն արդարության պետք է նշել, որ Կապան ֆեստի այս տարվա ծրագրում հանրահայտ ջութակահարների պակաս չկա։ Հրաչյա Ավանեսյանն է այստեղ, ինչպես միշտ, Էլլի Սուն է այստեղ, Ժիլա Պապը եւ բազմաթիվ այլ աստղեր արդեն նվաճել են հանդիսատեսի սրտերը։ Սակայն այսօրվա մեր Պագանինին հենց Հայկ Կազազյանն է։ Պատճառը նրա վերջին համերգի ընթացքում տեղի ունեցած անսպասելի դեպքն է։ Ամենապատասխանատու պահին ջութակի լարերից մեկը, այն, որը պատասխանատու է մի նոտայի համար, կտրվեց։ Հենց նոր ավարտվեց համերգը, Կապան ֆեստի հերթական համերգներից մեկը, որտեղ հանդես եկավ աշխարհահռչակ ջութակահար Հայկ Կազազյանը եւ այնպիսի հետաքրքիր բան եղավ, դրամատիկ բան։ Լարը կտրվեց համերգի ժամանակ։ Այո, ինչպես տեսնում եք, լարը կտրվեց։ Երևի ոչ ցտվեք, լարը թող տեսնի իմ ունկնդիրը համերգի ժամանակ կտրված լարը։ Մի լարը կտրվեց, պատկերացնում եք։ Այո, դե գիտեք, իհարկե դա անսպասելի է տեղում, այնքան անսպասելի է, որ դու ընդհանրապես ուրիշ բան եմ ասած, դասի այդ ժամանակ ես հենց նույն ակնթարթին որոշեցի, որ պետք չի կանգնել, փորձեմ ինչեւ է շնորհակալ մնացած 3 լարի վրա։ Պագանինիի որոշումը կրկնեցի։ Եվ գիտեք, ես դահլիճում էի, չզգացվեց ոչ ձեր անհանգստանալը, ոչ ձեր հուզվելը կամ շփոթվելը, դուք շարունակեցիք նվագել, հետո պարզվեց, որ այդ ինչ-որ մի պահի լարը կտրվել է։ Ուրիշ ինչ անակնկալներ են ձեզ հանդիպել մեծ համերգասրահներում։ Շատ տարբեր բաներ են, գիտեք, մի անգամ աղեղս է ջարդվել, ասեմ, ճիշտ ասած չի ուզում ասել դրա մասին, բայց ասեմ որ։ Բայց դժվար թե շարունակած լինեք նվագել։ Ոչ, շարունակեցի, որովհետև նվագախումբը նստած էր, ես արդեն բիս էի նվագում, սոլո էի նվագում եւ նվագախումբը նստած էր, մի անգամ շուռ եկավ, կոնցերտն այստեղից վերցրեցի աղեղը եւ շարունակեցի։ Դե իհարկե մի քիչ շփոթվեցի, տարօրինակ էր ժողովուրդը ծափտվեցին եւ ես վերցրեցի աղեղը եւ շարունակեցի։ Գիտեք, այդ աղեղները ջութակների պես բան են, չէ՞, տենց թանկ են, հին են։ Բավական, իհարկե, հա։ Եվ զարմանալի է, որ ձեզ հետ հիմա ամեն ինչ պատահել է։ Աղեղը, լարը, կարևորն այն է ձեր թանկ ջութակը ոչինչ չլինի։ Չէ, ջութակին դե ինչ պետք է լինի, լարը միշտ էլ հաճախ է գտնվում։ Ջութակը ինչպիսի ջութակ է։ Ջութակ ուրեմն 20-րդ դարի կեսին ցարկված Անսալդո Պոջի մաստերանն, վարպետյանն Անսալդո Պոջի Բալոնիայից եւ այս ջութակը 1953 թվականին ծնվել է։ 1953, դա շատ հին չի համարվում։ Շատ հին չի, 70 տարի։ Սա ձերն է հենց, այսինքն, ի պահ չի տրված։ Իմը չի, ֆոնդից է։ Ֆոնդից է, դա բավականին շատ թանկարժեք չի, բայց 200-300 հազարի սահմաններում է, բայց ասենք Ստրադիվարիները դե գիտեք, սկսում են 5 միլիոնից 10 միլիոն։ Դե գիտեք ինչ, ես կարծում եմ, որ դուք դեռ կհասցնեք նաև Ստրադիվարիուս ջութակի վրա նվագել։ Շատ հնարավոր է։ Գիտեք ինչ ասեմ, կներեք, որ ընդհատում եմ, ամենակարևորն է ոչ թե որ հենց լինի Ստրադիվարիուս կամ բառների, կարևորն է որ դու գտնես, այսպես ասենք, ճակերտներով քո ջութակը, քո գործիքը, որը որ բոլոր քո պահանջները այսպես կկատարի։ Գիտեք ինչ դերեք, մենք նայում ենք ջութակ, ահա, ես նայում եմ այստեղ դրված, ասենք Ստրադիվարիուսի ջութակ, իմ համար ինքնաթիռ ջութակ է։ Իսկ ձեզ համար մի ամբողջ աշխարհ է։ Այո, Եվ ինչպես է,
Ինչպես է երաժիշտը հասկանում, որ այս ջութակով իրեն հարմար է նվագել։ Տարբերությունը ո՞րն է։ Հարմարությունը դա մի ուրիշ հարց է, օրինակ գիտեք, կարող Ստրադիվարիանը նվագես եւ հարմար չլինի։ Շարժանակ տեղ ունեմ, մի քիչ sense այսպես Ինչով է դա այսպես հիմնավորվում, էլի։ Զգացողությունը թե հենց ֆիզիկական տարբեր բան, գիտեք, ֆիզիկական շարժանակ որոշ մարդիկ կան, որ ուշադրություն են դարձնում, վեսմեն, ասում են ինձ հարմար չի նվագել մեծ է, ինչ որ ջութակ ասենք էս գրիֆ կամ բզիկը ջութակի տարբեր բաներ են ասում, այսինքն ոնց որ ֆիզիկապես հարմար չի, կոնկրետ գործիք իրանալ, ոչ թե Ստրադիվարի, տարբեր գործիքներ կան, մի քիչ ավելի մեծ կորպուսով գործիքներ, մի քիչ ավելի կամ ընդհանրակն ավելի փոքր եւ հարմար չի լինում իրենց նվագել։ Դե կարևորը դա իհարկե կարևոր է որ հարմար լինի նվագել, բայց շատ կարևոր է ձայնի զգացողությունը, այսինքն երբ որ դու ձայնը վերցնես, ինչպես է քեզ գործիքը պատասխանում, այսպես ասեմ։ Այս նրբություններ կան։ Եթե ինչ որ sense շատ նրբություններ կան, գիտեք, հատկապես հենց նույն Ստրադիվարիներն են, որ մեկ-մեկ շատ այսպես ասած կապրիզ են լինում։ Եվ բավական ժամանակ է պետք, որպեսզի դու կարողանաս ընտրել այդ գործիքը։ Դուք փորձած կլինեք նվագացնել։ Շատ անգամ եմ նվագել Ստրադիվարիներով, շատ տարբեր, էլի տարբեր են, որոշների վրա դժվար է նվագել, մի անգամից վերցնել ու նվագել։ Որոշները sense վերցնես, մի անգամից գումես, փորձել ոնց որ այդպես փոջուտակ։ Հասկանալի է։ Եվ իհարկե դա մի ուրիշ բան է, բայց Եվ մի այսպիսի հարց էի ուզում տալ, երբ դուք աշխատում եք այս օրինակ Կապան ֆեստի երիտասարդ ուսանողների հետ, դուք զգում եք ով է նրանցից, այսպես ասած, աստվածատուր շնորհով երաժիշտ եւ ով կհասնի։ Գիտեք կոնկրետ անուններ չեմ տա, բայց իհարկե ճիշտ եք, կան այդպես երեխաներ, ընդհանրապես ուզում ասել, որ ընդհանուր մակարդակը շատ բարձր է։ Բոլոր երեխաները հատուկ երեխաներ են, աշակերտներ են։ Իհարկե զգացում է որոշների մոտ ինչ որ առավել այսպես կոշտվածություն եւ դիրք եւ տաղանդ եւ կարծում եմ որ դա իհարկե հիմա 100% չի կարելի ասել, բայց մենք տեսնում ենք ապագայի հույս, մեծ ապագայի հույս, բայց դե ժամանակացույց։ Շատ տարբեր է լինում երեխաների բախտը, որ այս գիտեք այն վունդերկինդյան շրջանում շատերը նվագում, բայց հետո մի քանի տարի անց որ արդեն մեծանում են, շատերի մոտ փոխվում է։ Եվ շատ բան կորցնում են։ Դա վտանգավոր է։ Իրենք արդեն վունդերկինդյան շրջանից անց են։ Այստեղ արդեն տարբեր ճանապարհը երիտասարդները կան ավելի մեծեր, որոնք արդեն այդ վունդերկինդի ճանապարհն անցել են, հաղթարել, այսպես ասած։ Դες որ այդ վտանգը կա իհարկե վունդերկինդի։ Եվ հետաքրքիր է փառատոնը նրանով, որ դուք հիմա կհիշեք նրանց եւ նրանց այսպես ճանապարհը կտեսնեք, երբ որ միտեղ հաջողություն ունենան, դուք կհիշեք, որ այդ երեխային դուք նկատել եք եւ իրենք ամեն տեղ կասեն, որ մեզ վարպետաց դաս է տվել Հայկ Կազազյանը։ Փառատոնը հենց դրանով էլ հրաշք է, որ հանդիպում են ներկա աստղերը ապագա աստղերի հետ։ Դեք ինձ թվում է, որ այս փառատոնի չեմ ասի հիմնական նպատակը, իհարկե հիմնական նպատակը եւս համերգներն են, հիանալի համերգներ, որոնք ամեն օր անցնում են եւ շատ լավ երաժիշտների հետ աշխարհի տարբեր տեղերից նվագում են կամերային երաժշտություն, բայց իհարկե շատ կարեւոր բան է, որ մենք դասավանդում ենք երեխաներին, փոխանցում ենք իրենց մեր ստացած փորձը, կյանքի փորձը, մեր գիտելիքները, երաժշտական Եվ իսկ դա շատ կարևոր է ինձ։ Եվ զգացվում է ինչպես են երեխաները ուզում օրինակ, ինչպես են գալիս ժամ նշանակում, իրենք ձգտում են լսել ձեզ։ Իրենց ձգտումը շատ Ոչ միայն բեմի վրա, այլ լսարանում։ Շնորհակալություն, պարոն Կազազյան, ինչ նոր համերգ ունեք, որպեսզի տեղեկացնենք, որպեսզի մեր հանդիսատեսը Երևանում կապանցիները լսեցին ձեզ, հիացան։ Երևանցի հանդիսատեսը երբ կտեսնի ձեզ Երևանի բեմերում։ Դե գիտեք, կա պլանավորված բավական մեծ համերգ մայստրո Էդվարդ Թոփչյանի հետ, Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ նոյեմբերի 6-ին, որտեղ մենք մայստրոյի հետ արդեն վաղուց ենք պլանավորում, շատ ենք ուզում նվագել Դվորժակի ջութակի կոնցերտ։ Հիանալի կոնցերտ է եւ շատ քիչ են կատարում այդ գործը։ Համեմատած իհարկե Չայկովսկու, Խաչատրյանի, Պագանինի, Բրամսի կոնցերտների հետ։ Այսօր կատարենք Դվորժակի։ Նոյեմբերի 6-ին անձամբ ես կլինեմ դահլիճում։ Շնորհակալություն։ Շատ լավ, կսպասեմ։ Հաջողություն ձեզ։ Շնորհակալություն։ Եվ այլ մեծ բեմեր։ Աստված։ Արխիվում դեռ մի քանի բացառիկ համերգային օրեր կան, սակայն արդեն դժվար է պատկերացնել, որ ընդամենը մի քանի օրից այս երաժշտական տոնը կավարտվի եւ ինչպես ամեն տարի, երաժշտության վերջին հնչյուններից հետո կմնան հիշողությունները, ապրումները եւ նոր հանդիպման սպասումը։ Մեկ տարի անց, նույն օրերին, նույն վայրում, Կապանում, Կապան ֆեստում։
Նվագում ենք այդ նոտերը պատմած։ Բայց ավելի թույլ է ամ, երրորդ անգամ նվագում եմ դրանից։ Հետաքրքիր։ Մին հենց, հա, մի Հենց նոտան։ մին, հա, մի լարը։ 666-րդ տակտի շրջան։ Դուք որ այս եկակ ասեցիք մի լարը կտրված, իսկ դες նկատում եք 1։ Դու միասին դա նոտաներ։ Չէ, մի լար, այսինքն մի լար ռեսոլետի։ Հա, նոտան։ Ոչ թե թիվը։ Հա, նոտա։ Ցանկացած բաներ կարելի է լսել։ Այս բլոկը պատրաստեց Շաքի Ավոյանը, կապանից էլի կներկայացնեմ նոր հետաքրքիր պատմություններ։ Առայժմ